Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Աստծո շնորհը, խաղաղությունն ու սերը լինի ամենքիս վրա։ Հայր, արձակի քո աչքը յուրաքանչյուրիս վրա։ Առաջնորդի մեզ Տեր, թող քո խոսքը իրապես դառնա այն լույսը մեր ոտքերի համար, որ մենք չարի լարած թակարդը չընկնենք, Տեր։ Մի տանի մեզ փորձության, այլ փրկի մեզ չարից, բացահայտի չարի ծրագրերը, քանդի չարի ամրոցները մեր մտքերում, մեր սրտերում, Տեր ջան, ամեն պարիս, որ դրված է մեր կյանքերի վրա, ամեն դև, որ նստած շշնջում է մեր ականջին, մի լսի, մի հավատա, թող սաստվի ու պապանձվի հենց հիմա Քրիստոսի անունով եւ գա ազատագրում, գա արձակում մեր մտքի, մեր ցանկությունների, մեր ցանկությունը դառնա դեպի քեզ, Տեր, դեպի քո խոսքը, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Մենք սկսել ենք խոսել հռոմեացիների նամակի մասին, ըստ իմ հովիվ Էբո Էլսի եւ երեք մենք խոսում ենք փրկության մասին, որ երբ որ մենք առաջին անգամ ապաշխարում ենք, մեղքերի թողություն ենք անում, խոստովանում ենք մեր մեղքերը ու դարձի ենք գալիս, հավատում ենք Հիսուսին, երեք բան է տեղի ունենում, առաջինը տեղի ունենում անմիջապես, որ արդարացումներ, երեկվա դասը լսեք, որպեսի հասկանաք, երկրորդը սկսվում է սրբացման, Աստծո գործի համար առանձնացման, Քրիստոսի կերպարանքով վերափոխման process-ը, որը շարունակական է մինչև կյանքի վերջ, եւ երրորդը դա մեր մարմինների փառավորումն է, որ տեղի կունենա Տիրոջ վերադարձով կամ երբ որ մենք ենք գնում Տիրոջ մոտ։ Մենք խոսեցինք նաև այն մասին, որ փրկությունը դա միայն վերստին ծնվելը չէ, միայն դարձի գալը չէ, այլ այն ավելի խորը բան է, որ ավետարանի զորությունը միայն մեր ապաշխարության համար չէ, այլ ավետարանի զորությամբ մենք փոխակերպվում ենք, սրբացվում ենք, Քրիստոսը գալիս է մեզ առաջնորդում իր փառքի մեջ, Աստված ամբողջությամբ վերականգնում է իր փառքի մեջ մեզ, դարձնելով մեզ ճիշտ այնպիսին, ինչպես Քրիստոսը։ Եվ մահը իր զորությունն է կորցնում, մեղքն էլ կորցնում է իր զորությունը, իշխանությունը։ Եվ երբ որ մենք Տիրոջ հետ կլինենք, այդ ժամանակ վերանում է նաև մեղքի ներկայությունը, բայց այս աշխարհում մեղքը դեռ կա։ Իսկ այսօր խոսենք այն մասին, որ փրկությունը նաև կապված է մեղքի հետ։ Փրկությունը նշանակում է մեղքից ազատում, պատժից ազատում։ Մեղքը առանձնացրել է, բաժանել է մարդկությանը Աստծուց։ Քեզ, ինձ բաժանել է Աստծուց մեղքը։ Մեղքը նաև հետևանքներ ունի, թե ժամանակային տարածքում, այսինքն մեր այս երկրային կյանքի ընթացքում, թե հավիտենականության մեջ։ Յուրաքանչյուր մեղք, որը ես կամ դու կամ որևէ մեկը գործել է, այդ մեղքը հետևանք ունի։ Մեղքը չի մնում անհետևանք։ Եվ յուրաքանչյուր մեղք պատժվելու է Աստծո կողմից։ Բայց եթե դու Քրիստոսին ես ընդունել, որ աստվածաբանորեն նշանակում է դու Քրիստոսի մեջ ես, եւ Քրիստոսի արդարությունն է քո վրա դրված, Աստվածաշունչն ասում է նա կրեց մեր անիրավությունները։ Եսայի 53:5 խոսքում։ Եվ նրա արդարությամբ դու արդարացվում ես, իսկ եթե ոչ, դու անձամբ կրելու ես քո մեղքի պատիժը, որը Աստծո ցասումն է եւ հավիտենական բաժանումը Աստծուց։ Մեղքը պատժվելու է, որտեղ Աստծո արքայությունը, որտեղ Քրիստոսն է, դա Աստծո արքայությունն է, այն գերազանցում է արարչությունը, որ Աստված արարել է, ներառյալ մեզ, որտեղ ամեն բան Աստծո իշխանության տակ է։ Սաղմոս 89:14-ում Աստվածաշունչն ասում է. նրա արքայությունը հաստատված է արդարությամբ եւ իրավունքով։ Մեղքի մեջ չկա արդարություն եւ իրավունք եւ Աստված թույլ չի տա, որ իր արքայության մեջ մեղքը նորից մտնի, մեղավորը նորից մուտք ունենա։ Արդարությունը եւ իրավունքը քո աթոռի հաստատությունն են, ասում է Սաղմոսը։ Աստված անշուշտ արդար է, եւ դա էլ իր հերթին նշանակում է, որ Աստված չի կարող աչք փակել որևէ մեղքի վրա։ Երբ Աստված ասաց Ադամին այն օրը, որ ուտես այդ պտղից կմեռնես,
հենց դա էլ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ հոգևոր մահ եւ անջատում Աստծուց։ Աստվածաշունչն ասում է մեղքի վարձքը մահ է։ Երբ դու մեղք գործես, մահ է տեղի ունենում։ Մահը տեղի ունեցավ Ադամի միջոցով եւ իհարկե դա հավիտենական հետևանքներ ունեցավ։ Ադամից ծնված ամեն մեկը այդ մահը իր մեջ կրեց եւ ես ու դու այդ մահը մեր մեջ ենք կրում։ Եվ վրա եկավ նաեւ ֆիզիկական մահը, հա։ Մարդը պիտի հավետ ապրեր։ Կյանքի ծառը Հիսուս Քրիստոսը իրենց հետ էր, բայց հիմա եկավ նաեւ մահը։ Այսպիսով, երբ մտածում ենք փրկության մասին, հետևյալ բաները պետք է նկատի ունենանք։ Առաջինը, մեղքի պատժից ազատագրումը Հիսուս Քրիստոսով։ Սա է Հիսուսի խաչելիությունը մեզ առաջարկում։ Երկրորդը, հաշտվել Աստծո հետ, այսինքն վերացվում է բաժանումը, այն անդունդը, որ կար մեր ու Աստծո միջև մեղքի պատճառով, եւ Հիսուսը դառնում է այն կամուրջը, որի վրայով մենք անցնում ենք դեպի Աստված։ Այդ անդունդը, որ ստեղծվել է մեր մեջ, կարողանում ենք փակել։ Առանց Հիսուսի դա հնարավոր չէ անել, առանց Հիսուսի զոհողության։ Մեղքի զորությունից, մեղքի իշխանությունից ազատագրվում ենք։ Հիսուսը իր մահով, մեղքերը մեր վրա վերցնելով, իր թաղվելով ու հարություն առնելով, կոտրեց մեղքի զորությունը, իշխանությունը։ Այն այլևս զորություն եւ իշխանություն չունի այն մարդկանց վրա, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի զոհողությունը։ Եվ վերջում տեղի կունենա մեղքի ներկայությունից ազատագրումը։ Մենք ապրում ենք կոտրված աշխարհում։ Մեր բնույթը, միտքը, մարմինը կոտրված է, այսինքն քայքայված, խաթարված է մեղքով, նեխած է։ Բայց երբ ընդունում ենք Հիսուսին ու Սուրբ Հոգին գալիս ապրում է մեր մեջ ակտիվանում է Սուրբ Հոգու կյանքի օրենքը, որի մասին խոսվում է Հռոմեացիներ 8-ում։ Նորից, երբ մենք ընդունում ենք Հիսուսին ու Սուրբ Հոգին գալիս ու ապրում է մեր մեջ ակտիվանում է Սուրբ Հոգու կյանքի օրենքը։ Սուրբ Հոգու կյանքի օրենքը ազատում է մեր մեջ գործող մեղքի եւ մահվան օրենքից մեզ։ Մեղքը օրենք է, ոչ ոք չի կարող չեզոքացնել գործող բնական օրենքը, որ Աստված է կարգել, եթե դրա փոխարեն մեկ այլ օրենք չդրվի մեր մեջ, չակտիվացվի ու չգործի մեր մեջ։ Դա է տեղի ունենում ավետարանի զորությամբ։ Այսպիսով միակ ճանապարհը, որով դու կարող ես եւ կարող ենք պայքարել մեղքի դեմ մեր կյանքում եւ քայլել Աստծո արդարության մեջ, հնարավոր է միայն այն զորությամբ, որ Հիսուսը արեց այն հաղթանակով, այն ավարտված գործով, որ եկավ խաչի վրա Հիսուսի զոհողությամբ, թաղումով եւ հարությամբ։ Այսինքն Հիսուսի մահով ու հարությամբ ակտիվացավ կյանքի օրենքը եւ այդ օրենքը Հիսուս Քրիստոսում է եւ բոլորի մեջ, ովքեր ընդունում ու հավատում են նրան։ Բայց չպետք է մոռանանք, որ մենք ապրում ենք կոտրված աշխարհում եւ դա այն է, ինչ կոչվում է մեղքի ներկայություն։ Մեղքը չի վերացել այս աշխարհից ու մեր մեջից։ Եվ երբ Քրիստոսը վերադառնա, նա կվերականգնի ամեն ինչ եւ այդ ժամանակ մենք վերջնականապես կազատվենք մեղքի ներկայությունից։ Մեղքը այլևս գոյություն չի ունենա։ Ուրեմն հասկանանք, որ փրկությունը դա համապարփակ հասկացողություն է եւ ոչ միայն վերստին ծնվել։ Ավետարանը այն հիմքն է, որի պատճառով այս ամենը գոյություն ունի եւ հնարավոր է դարձել մեզ համար։ Դա է մեզ տվել Աստված Հիսուս Քրիստոսի զոհողության պատճառով։ Միակ միջոցը, որով Աստծո փառքը նյութականանում է մեր մեջ, իրական է դառնում մեր մեջ եւ մեր միջոցով, դա ավետարանն է։ Ոչ ոք չի կարող փրկվել առանց ավետարանի։ Վաղը կշարունակենք։ Չէ լավ, մի քիչ էլ այսօր շարունակենք ու կվերջացնենք, կդերենք։ Օրինակ, առանց ավետարանի
ինչպես դու կարող ես լուծել մեղքի պատժի, մեղքի զորության, իշխանության եւ մեղքի ներկայության հարցը։ Չես կարող, ձև չկա։ Մեղքերի թողություն չկա առանց ավետարանի։ Այսինքն առանց Հիսուս Քրիստոսի զոհողության ընդունման չես կարող մեղքերի թողություն ստանալ։ Աստվածաշունչն ասում է, որ առանց արյուն թափելու մեղքերի թողություն չկա։ Եբրայեցիներ 9-րդ գլուխ 22 խոսք։ Գրեթե ամեն բան ըստ օրենքի արյունով է մաքրվում, եւ առանց արյուն թափելու թողություն չի լինում։ Ուրեմն, եթե դու չես ընդունում Հիսուս Քրիստոսին, Հիսուսի արյունը քեզ չի մաքրում, քո մեղքի գինը չի վճարում, ուրեմն քո արյունը պիտի թափվի։ Ուրեմն նորից կրկնեմ, առանց ավետարանի մեղքերի թողություն չկա, առանց Հիսուս Քրիստոսի։ Ոչ ոք չի կարող արդար լինել, արդարացվել Աստծո առաջ առանց ավետարանի, այսինքն առանց Հիսուս Քրիստոսի զոհողության ու արյան։ Ոչ ոք չի կարող հաշտվել Աստծո հետ եւ ուրիշների հետ առանց Հիսուս Քրիստոսի զոհողության, առանց ավետարանի։ Սրբացում չկա առանց ավետարանի, այսինքն առանց Հիսուս Քրիստոսի զոհողության, առանց այդ զոհողությունը ընդունելու մեր էությունը չի փոխակերպվի։ Առանց ավետարանի մենք ոչ կունենանք Սուրբ Հոգու պտուղները, ոչ էլ կարող ենք դրանք զարգացնել ու հասունացնել մեր կյանքում, ոչ էլ մուտք ունենալ դրախտ։ Գիտես, ո՞րն է Սուրբ Հոգու պտուղների արմատը։ Դա դու չես, դա մենք չենք, դա ավետարանն է, Հիսուս Քրիստոսը իր զոհողությամբ, դա խաչի քարոզն է, դա Քրիստոսն է քո մեջ, Աստծո փառքը քո մեջ։ Այդ սերմը, որ Պետրոսը կոչում է անապական սերմ, չփչացող, չնեխող, հավիտենական սերմ, տնկված է քո մեջ, երբ դու ընդունում ես Հիսուս Քրիստոսին, երբ առաջին քայլն ես անում, եւ դառնում է կյանքի ծառ, որը պտուղ է տալիս։ Սուրբ Հոգու պտուղների արմատը Հիսուս Քրիստոսի ավետարանն է, այսինքն ինքը Հիսուս Քրիստոսը, խաչյալ Քրիստոսը, որ խաչվեց, մեռավ քո մեղքերի համար եւ հարություն առավ քո արդարացման համար, որպեսզի դու փոխակերպվես ու փրկվես։ Մեր մարմինների եւ հոգիների վերջնական փառավորում եւս չի կարող լինել առանց ավետարանի։ Վերջապես ոչ ոք չի կարող մտնել Աստծո արքայություն, ստանալ վարձք, պարգևներ Աստծուց, հավիտենական ժառանգություն ձեռք բերել, մեր մարմինների փրկագնումը ստանալ առանց Հիսուս Քրիստոսի զոհողության, առանց ավետարանի։ Դու չես կարող ստանալ պարգևներ առանց ավետարանի, առանց Հիսուս Քրիստոսի զոհողությունը ընդունելու քո մարմնի մեջ։ Այսքանը այսօր, վաղը կշարունակենք։ Փառք քեզ Տեր Աստված, փառք քեզ քո ողորմության համար, այն ուժի զորության համար, որ տալիս ես ինձ Տեր, կիսելու, թարգմանելու, ուղարկելու։ Տեր ջան, բացի սրտերը, որ այս ամենը անհետևանք չլինի, թող մեծ պտուղներ բերի, ամեն մեկի կյանքում, Տեր ջան, ովքեր որ չեն լսում, բեր, սրտներում բեր, խոսի Տեր ջան, ուղղորդի Տեր ջան, դու ամենակարող ես, թող գա քո փրկությունը, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։